Կոմբիև Անժելա Թովմասյան YouTube-յան էջերում իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը։ Բարև ձեզ, Զորաբյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մի քանի թեմաներ եմ առանձնացրել, բայց երևի սկսենք քննչական կոմիտեի սանձարձակություններից։ Խնդրեմ։ Այսօր այդ պատկերներն այդ քննչական կոմիտեի ղեկավարի եւ այն ինչ նախորդին արեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ոչ թե օրենքի խախտում է, որ նայում ենք տարբեր վերլուծաբաններ գրում են դե սա օրենքի խախտում է, ոչ, սա ծանրագույն հանցագործություն է։ Ես պարզապես չեմ պատկերացնում այս դատավորները, որոնք կայացրել են հանցագործ որոշում եւ իրանց քիթը խոթել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ բացարձակապես անկախ կառույցի հայ առաքելական եկեղեցու իրավասությունների մեջ վաղը, երբ որ չլինի Նիկոլ Փաշինյանը, իսկ այդ օրը մի օր գալու է, որ Նիկոլ Փաշինյանը չի լինելու այս սահմանադրական հանցագործության համար, ոնց են պատասխան տալու։ Քննչական կոմիտեն այնքան իրավունք ունի որոշելու, որ եպիսկոպոսը երկրից գնա, որը չգնա, այնքան իրավունք ունի որոշելու խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ 6 եպիսկոպոսի համար էս պահին խափանման միջոց ընտրվել է կալանքը, որ նրանք չկարողանան մասնակցել փետրվարի 16-ին Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսած ժողովին, որից ահա որ վախենում է Նիկոլ Փաշինյանը, այնքան իրավասություն ունի, ինչքան օրինակ այս քննչական կոմիտեն իրավասություն ունենա որոշելու, թե ես իմ այս կոշիկը հագնեմ, թե ոչ, այսքան ինքը իրավասություն ունի նման կարգի որոշում կայացնելու։ Կրկնում եմ, նույն իրավասությամբ քննչական կոմիտեն կարող է որոշել Նաիրա Զոհրաբյանը իր այս կոշիկը հագնի, թե ոչ, այդքան աբսուրդ է քննչական կոմիտեի որոշումը, բայց եթե իմ կոշիկի դեպքում դա ընդհանրապես աբսուրդ է, այն ինչ որ իրենք արել են, քննչական կոմիտեն արել է 6 եպիսկոպոսի արգելելով լքել երկիրը, ավելին նրանց ներգրավելով որպես մեղադրյալ, ինչը վստահ եմ առաջիկա օրերին կամ ժամերին արվելու է վեհափարի հանդեպ, որ վեհափարը չգնա Ավստրիա մասնակցելու եպիսկոպոսած ժողովին, այո, դա հանցագործություն է, այնպես որ իհարկե վստահ եմ, որ եպիսկոպոսած ժողովը կայանալու է, եպիսկոպոսած ժողովը հնարավոր է անցկացնել հեռավար, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չբռնի ու ինտերնետն էլ անջատես, ավելի քան վստահ եմ, որ տարբերակ գտնվելու է եւ այն եպիսկոպոսած ժողովը, որի ժամանակ վստահ եմ կարգալույծ են արվելու բոլոր տիրադավները, վստահ եմ նաև այլ որոշումներ է կայացվելու, անպայմանորեն կայանալու է։ Ոնց որ չխանգարես, չէ՞, ոնց է այդ անին Սրբազանին կարգալույծ արեցին։ Արեց, չէ՞։ Անպայմանորեն հերթով, շարքով, կարգով, անպայմանորեն հանգիստ համար իմիջիայլոց Տիկին Զորաբյան, երեք իմեջում էլ էի դրել, գիտեք, չէ, երբ որ այս գնում է, այդ տիրադավները անունը զեղչում են վեհափարի, բայց հենց որ չի գնում, 5 րոպե հետո տալիս է, ոնց եք բացատրում դա։ Դե որովհետև իրանք դրանով ապացուցում են, որ իրանք ընդամենը կամա կատարեն եւ կատարում են պատվեր, բայց ես քանի որ վերջի օրերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քանի որ Հայաստանը այո շարունակում է անհեթեթ ելույթը, որ իրան ուզում է սպանել։ Հիմա նախ ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ բանաձևին ընդունված Հայաստանի մասով խայտարակ ամոթալի բանաձև Հայաստանի մասով, որտեղ աբսուրդագույն արձանագրումներ կան, վիձիծիլի ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ մի խումբ հոգևորականներ իշխանությունը զավթելու փորձ են արել եւ մի խումբ հոգևորականներ ուզեցել են
բռնի ուժով իշխանություն վերցնել Հայաստանում։ Սա կատաստրոֆա է եւ սա ամոթ է։ Հիմա հարց է մուղում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որ հոգեվորականներն էին ուզում իշխանություն վերցնել եւ ինչպես Արարատ Միրզոյանը լացակումած խոսում էր Ստրասբուրգում, ասում է պատկերացնում եք, հոգեվորականներն ուզում էին բռնությամբ իշխանություն վերցնել եւ մեզ սպանել։ Արարատ Միրզոյան, այդ որ հոգեվորականն էր ուզեցել քեզ սպանել, Արշակ Սրբազաններ ուզում քեզ սպանել, որին կալանել եք ինչ որ մի բիչոկի համար, հա, բիչոկն էլ կորցրել եք։ Իրեղեն ապացույց հանդիսացող բիչոկա չկա։ Իրեղեն ապացույցը իբր չգիտեմ երբ Արշակ Սրբազանը ինչ որ մեկի ջեբն է գցել, այդ իրեղեն ապացույցը չկա, բայց Արշակ Սրբազանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Բագրատ Սրբազանն է ուզեցել քեզ սպանի, ինչով, այն միկրովալնովկայով, մեկ էլ են կոֆե վարկայով, որի մեջ ձայնալսող սարքեիք դրել, եւ ողջունում եմ Բագրատ Սրբազանի ուրեմն խոսքը, որ հայտարարեց նամակը, որ ուղղեց Եվրոպայի խորհրդին խայտարակ զեկույցից հետո ասելով. Եվրոպայի խորհուրդ, դուք մեկ անգամ եւս ապացուցեցիք, որ ոչ այլի չենք, քան պարզ երկերեսանիկ եւ ձեր արյունոտ կեղտոտ աշխարհաքաղաքական շահերի ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ ժողովրդավարության ներքո։ Բագրատ Սրբազաններ ուզում ձեր սպանել են կապույտ մանուշակագույն ծուխ արտանետող խաղալիքով, թե Միքայել Սրբազանն էր Արարատ Միրզոյան քեզ ու քո իշխանությանը ուզում սպանել, որ լացակումած Ստրասբուրգում ասում եք պատկերացնում եք, հոգեվորականները մեզ ուզում էին սպանել, ինչով էր սպանում, այն հարցազրույցով, որը դատախազը, գլխավոր դատախազությունը ժամանակին Դանիել Իոնիսյանի դիմումի վրա դիտարկել է եւ այդտեղ որևէ հանցակազմ չի գտել, այդ հարցազրույցով էր ուզում սպանել, թե Մկրտիչ Սրբազանն էր Արարատ Միրզոյան քեզ ու քո իշխանության ուզում սպանել, որին մեղադրանք եք հարուցել, որ իբր ժամանակին ինքը մի քանի տիրադավների ճնշել է, որ գնան ընդդիմության միտինգին։ Հասկանում եք, այնքան ամոթալի է, ես որպես 15 տարի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր ուղղակի ամաչում եմ, որ այն կառույցը, որը ես համարել եմ իսկապես ազատ խոսքի, մարդու իրավունքի պաշտպանության եւ ժողովրդավարության ամբիոն, դարձել է Ռուսաստանի հետ մարդաբոյի հարթակ, որի արանքում իր կեղտոտ մսաղացի մեջ օգտագործվում է նաև Հայաստանը եւ իրանք շարունակում են լռել այդ զեկույցում ես բառ անգամ չտեսա քաղաքական բանտարկյալների մասին այդ զեկույցում ես բառ անգամ չտեսա ազատ խոսքի պաշտպանության մասին որի արդյունքում այսօր անվասայլակինը հայտնվել եւ դատարան անվասայլակով է բերվում Նարեկ Սամսոնյանը ընդհանրապես մեկ բառ հետույք բառ օգտագործելու համար եւ Վազգեն Սաղաթելյանը բայց ես Տիկին Թովմասյան ինչքան էլ ուրեմն ԵԽԽՎ բանաձևը խայտարակություն էր բայց անգամ Նիկոլի բոլոր մարմնի մասերը գուրգուրող ԵԽԽՎ-ն չի կարողացել 3 արձանագրում չանել առաջին ԵԽԽՎ խայտարակ, թեկուզ եւ խայտարակ, բայց այդ զեկույցում նշվում է, հստակ նշվում է, որ այնինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, դա պետության առճակատումն է եկեղեցու դեմ։ Ինչքան էլ դուք ասեք, որ սա ընդամենը կաթողիկոսի հարցը, որի իբր զավակ ունենալը դիսկոմֆորտի մեջ է գցում Նիկոլին, ԵԽԽՎ-ն արձանագրում է սա պետության առճակատումն է եկեղեցու դեմ եւ երկրորդ արձանագրում ինչքան պիտի ձեր ԵԽԽՎ-ն անգամ դավադի տեղած լինի, ինչքան պիտի ձերքին փաստեր ունենա, որ չկարողանա նրբորեն տողատակերով չգրել
ընտրությունների ժամանակ կտրականապես պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը։ Դուք պատկերացնում եք, որ ԵԽԽՎ-ն անգամ, ով այս իշխանության մամանա, պապանա, տատմերնա, քավորնա, քավոր կնիկնա, անգամ իրանք են զգուշացնում, որ եթե գնաք տոտալ պետական ռեսուրսի կիրառման, մենք չենք կարողանալու լրել։ Եվ երրորդ ձևակերպումը, որ այս իշխանության հովանավոր միջազգային կառույցներից մեկը ԵԽԽՎ-ն չի կարողացել չարձանագրել, անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցություններից, սրանից բաց էլ ոնց ասի այն ԵԽԽՎ-ն, որը ամեն ինչ անում է Հայաստանում բռնապետությունը կոծկելու համար, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները ենթարկվում են քաղաքական ազդեցության, վկան նույն դեպի զեկույցը, որ Հայաստանում դատական համակարգը կոռուպացված է, որ Հայաստանում դատական համակարգը ուղղակի իշխանության ազդեցության տակ է, վկան Freedom House-ի զեկույցը, որ դատական համակարգի վրա իշխանության ազդեցությունը մեծ է եւ դատական որոշումները ուղղակիորեն զերծ չեն իշխանական թելադրանքից։ Էնպես որ մի ուրախացեք ԵԽԽՎ այս խայտարակ բանաձևով, մի ուրախացեք, որ տարբեր կայակալասներ եւ ուրսուլաներ ծափահարում են ձեզ, նրանք ծափահարում էին նաեւ եւ իրենց որդին էին համարում Միխեիլ Սահակաշվիլուն, իսկ որտեղ է հիմա Սահակաշվիլին, Թբիլիսիի Բերթի նյարդա հոգեբանական բաժանմունքում։ Սա ուրեմն այս մասով, ուրեմն բայց ուզում եմ նաեւ նորից խոսենք եպիսկոպոսած ժողովի մասին, ես չեմ բացառում, ես կարող եմ աբսուրդ բան ասեմ, բայց չեմ բացառում, որ Նիկոլ անգամ ինտերնետ անջատի, որ ինքը հիմա օրերի, ժամերի ընթացքում անգնավորված է թեմայից դեպի որովհետև ինքը շատ լավ, իսկ բացատրեմ, ինչի, որովհետև ինչքան իրենք փորձեցին վարկաբեկել վեհապարին։ Դուք իրան լավ չեք ճանաչում, մայիսին կլուծի այդ հարցերը։ Դուք իրան լավ չեք ճանաչում, սեպտեմբերին կլուծի, հոկտեմբերին կլուծի։ Չգիտեմ, դե նոյեմբերին կլուծի, դե բա ուր է, ինչ չի կարող։ Շատ պարզ, որովհետև ինչքան էլ իրենք փորձեցին վարկաբեկել մեր եպիսկոպոսներին, մեր բարձրաստիճան հոգևորականներին, ինչքան էլ ամենանողկալի սլենգով խոսեցին վեհապարի հասցեին, ինչքան էլ հրապարակեցին, արշավ սկսեցին այդ անձանց նկատմամբ, ձերբակալություններ, մենք ճիշտ էր բանը գրել Կարեն Վրդանեսյանը, մոռացել ենք, բա շատ կոնկրետ վեհապար հոր ընտանիքի նկատմամբ արշավ, չէ, եղբայրը շարունակում է կալանավորված մնալ, երկրորդը շարունակում է մնալ, Քրոջ տղան շարունակում է մնալ, այսինքն կոնկրետ այս ընտանիքի նկատմամբ հալածանք է, դա քաղաքական հալածանք է, ավելին 2 օր առաջ վեհապարի եղբոր կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց, ինչի է Նիկոլը զարհուրում եկեղեցուց, շատ պարզ, որովհետև ինչքան էլ իրենք փորձեցին սրբազանների ջեբը քերու կնիկ գցել, ինչքան էլ փորձեցին սրբազանների ջեբը պլան գցել, ինչքան էլ փորձեցին կորելա, չէ, չկա, Բիչոկը կորելա, այն թուղթը sense գրպանում չկա, բիչոկը չկա, գրպաններում չկա, ինչքան էլ փորձեցին վարկաբեկել սրբազաններին, ինչքան էլ սրբազանի ջեբը քերու, քերու կնիկ գցեցին, ինչքան էլ Բակրատ սրբազանին սարքեցին մարդասպան, որը վիձիձիլ ուզում էր կոշիկի մեխով կամ միկրոալիքային վառարանով Արարատ Միրզոյանին եւ իր թիմակիցներին Ես ուզում եի ճիշտ ասած հետս բերեի, բայց երկուս էլ ալերգիա ունենք այդ հոտից, մտածեցի, որ տարակացնեմ մեր հակաուհագան մեզ էլ տանեն, ասեն, այս Բակրատ սրբազանի, բայց հաջորդ եթերին անպայմանորեն այդ մանուշակագույն այսպես ծուխը, որը ընդամենը սիմվոլ էր, սրբազան շարժման, ինչքան էլ այս ռեժիմը փորձեց վարկաբեկել եկեղեցուն, վարկաբեկել վեհապարին, վեհապարի հետ տարբեր պլինդուզի տակի ճիճուներ խոսեցին ամենախուլիգան, ամենաայլանդակ սլենգով, ամենաայլանդակ բառամթերքով բոլոր
սոցիոլոգիական հարցումները, նաև օրեր առաջ իրենց անցկացրած փակ սոցիոլոգիական հարցումը վկայում է, որ ամենամեծ հանրային վստահությունը շարունակում է ունենալ հայ առաքելական եկեղեցին եւ շարունակում է ունենալ վեհափառ ուստի եւ ինչ պիտի անել, պիտի թույլ չտալ, պիտի ասել, գիտեք, ես հիմա կարողա մի հատ բան ասեմ, որ ձեզ թվա անհնար, բայց ես վստահ եմ, որ գնալու է անգամ այդ տարբերակով շատերը ասում են բա ինչի երբ որ 6 եպիսկոպոսների խափանման միջոցը ընտրեց երկրից չբացակայելը վեհափարինը չարեց գիտեք ես վստահ եմ որ իրան մեջ այդ քինախնդրությունը այնքան շատ է որ կարողա թողի ամսի 16-ին վեհափարը գնա պասպորտ կոնտրոլում այնտեղ ասի որ ձեր խափանման միջոցը փոխված է որպիսի խրախճանի որպիսի ասի էս ես եմ վեհափարին բերեցի հասցրեցի պասպորտ կոնտրոլ ու հետ ուղարկեցի ինչպես մի անգամ արեց Աշոտյանի դեպքում երբ պետքա մեկներ ԵԺԿ կարևոր վեհաժողովի հասավ օթանավակայան եւ պասպորտ կոնտրոլից հետ տվեցին Գիտես նարա բանը Լիմոնովը մի հատ էսպիսի բան ունի էլի ասում է եթե ամենալիբերալ կամ ամենաօպիկար չգիտեմ ինչին բերես դնես իշխանության ինքը իշխանության լինելով դառնում է ավելի կոնսերվատիվ ավելի լայնախոհ ավելի ասես մեծահոգ ինչ որ բան ես ուզում եմ հասկանալ էլի ես ողորմելիները 8 տարի իշխանության լինելով ասենք դեռ շարունակում է ձերբակալել, գույքի վրա կալանք, սրա վրա կալանք, նրանց տորացներ, կռիսի նման սեղանի տակ մտած կոմպրոմատ, ոտքերի տակ նեք, թերի տակ կոմպրոմատ, ասենք լավ չունի, քիչ առաջ էի դրա մասին ասում էլ, ես Նիկոլի մեջ մի հատ շունչ չի գալիս, մի քիչ ավելի մարդկային, մի քիչ ավելի լայնախոհ, մի քիչ ավելի լավ, դու երբ պետք է դառնաս այս երկրի ղեկավար, ղեկավարը պետք է ի վերջո բան, մի քիչ ավելի հայրենասեր, մի քիչ ընկալես որ սա քո երկիրն է դու էլ վեր ընկած ես հələ դեռ վեր ընկած ես այդտեղ երբ ինքն իրային կռիսական մանր բաներով ազբաղված դա մանր Ինչքան դի մանր լինես ընկել ես վեհապար հոր հետևից սրբազանների հետևից ինչքան պիտի մանր լինեք դուք այդ ձեր ադմիրալ Սուրեն Պապիկյանով որ վերցնեք անգամ պատկերացնում եք սիրելի հայրենակիցներ մեր բանակում զինված ուժերում դադարեցվել է հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդ երեցների ծառայությունը պատկերացնում եք 18 ադրբեջանական մամուլը հրճվում ասմալ տեսեք ու իրանց ձեռքով են իրանց հարցերը լուծում այո պատկերացնում եք 18 տարեկան երեխան զորակոչվում է բանակ, գնում է դիրքեր եւ նրա այնտեղ միակ հույսից մեկը հայ առաքելական եկեղեցու կողմից նշանակված գնդերեցն է, ով երեխայի, որտեղ 18 տարեկանը երեխա է, երեխայի հետ խոսում է, նրան հույս է տալի, նրան հավատ է տալի, ասում է չվախենաս, Աստված քեզ հետ է ու ադմիրալ Սուրո, ինչքան պետք է փոքր լինեք, որ իբր վեհափարի դեմ ձեր պիղծ արշավում անգամ հանեք չեղարկեք հայ առաքելական եկեղեցում զինված ուժերում գնդերեցների ծառայությունը տենց լավ չի ադմիրալ Սուրո գնա մի հատ սքեմ հագի դու գնա գնդերեցի ծառայություն մատուցի պատկերացնում եք ես ավելի քինախնդիր իշխանություն որ այսպես դաժանաբար վրեժ լուծի ու հայտնի չի ինչի համար մեկ Ալիևը չի հանգստանում Արցախը վերցրել է գերիներին այդտեղ խոշտանգում է մեկ նա չի հանգստանում մեկ է սա չի հանգստանում այո ինչ ասես անում են հա իմիջիալոց իր ասուլիսի ժամանակ էլ քիչ առաջ է 1 վայրկյան րոպե ընդհանրապես ավելի քիչ մի քանի վայրկյան է խնդրում ես պատահական մասնակցում այնտեղ որտեղ ուզում եմ երբ ես չունեմ ինֆորմացիա որտեղ է վկայակոչվում Պետրիժ Ներսիսյանն որ չի վկայակոչվում գիտեք այս ամենի համար եթե ես դիտեմ մասնակցեմ վստահ եք որ չի վկայակոչվում Իսկ օրինակ որ միտեղ ինքը գնա որ ադրբեջանցիները կանգնած են դիրքին Հայաստանի Հանրապետության տարածք Տիկին Զորական որտեղ ադրբեջանցիները եկել եւ զավթել են օկուպացրել են Ինչ եք կարծում զորավար Սուրեն Պապիկյանը որ գնա այդ դիրք
նույն վստահությունը կունենա, որ մի անգամից կփախչեն ադրբեջանցիները։ Ասում ես վստահ եմ, ես որտեղ որ գնամ, այդ անունը թե քո ինչ գործնա դու առաջարկում եմ մի հատ։ Ես եմ, մի հատ ու գնա, էլի։ Ադմիրալ, մի հատ գնացեք, օրինակ, զորավարելը ադմիրալելը, մի հատ գնացեք, օրինակ, Սև լճի դիրքերը։ Այն դիրքերը, որտեղ մեզ էլ հրավիրի։ Բանին խնամիների բան կնկատ բարեկամներին չհրավիրես, են Սաֆրասյան, Աշոտ ինչաներ։ Աշոտ Մելքոնյան, բան չհրավիրես։ Մի հատ հələ գնա, մեզ հրավիրի, միասին գնանք այդ լճի կողքը տեսնենք։ Ոնց է փախչելու ադրբեջանցիները։ Տարբեր վկայություններ կան, տարբեր փորձագետներով մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքերի միջով։ Գնանք տեսնենք, դա համապատասխանում է իրականությանը։ Չասես որտեղ որևէ վստահ եմ, վեհապար որ անունը չեն տա։ Հիմա մենք վստահ լինենք, որ Հայաստանի Հանրապետության տարածք, որ դու գնաս, այնտեղ ադրբեջանցի չի լինի։ Չէ, ի պաշտոնը իր գործը ո՞րն է։ Հայաստանի պաշտպանելու, չէ՞։ Անվտանգության Հայաստանի անվտանգության զինված ուժերի միջոցով։ Այո, այդ վստահությունը ունենանք, որտեղ կամ ինքը վստահություն ունի, որ տեսեք ինչ զորավոր է այս պարապետը։ Գնում է որ եկեղեցին գնաց տղեն, կաթողիկոսի անունը չեն տա։ Եվ հիմա ես ուզում եմ անդրադառնալ մի զարհուրելի, ամոթալի դրվագի եւս եւ դիմում եմ նախկինում, երբ որ կար հայկական Արցախը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար ներկայումս Գենշտաբի պետի խորհրդական Կամո Վարդանյանին 23 թվականին, երբ որ դատարկվում էր Արցախը 1.5 օրում, հրաման է տրվել այրել պաշտպանության բանակի եւ ենթակա բոլոր զորամասերի մարտական դրոշները։ Պատկերացնում եք, այրել եք պաշտպանության բանակի, Արցախի պաշտպանության բանակի եւ զորամասի մարտական դրոշները։ Հիմա Կամո Վարդանյան հարց։ Դա քո հրամանով է այրվել։ Ոչ միայն լուծարվել են, այլև այնքան եք վախեցել, որ այնտեղ Արցախում այրել եք անգամ պաշտպանության բանակի մարտական հաղթական դրոշները։ Հարց։ Հերոսական Կամո Վարդանյան, դու տակ այրել եք դրոշները, մեր պատմությունը, մեր հաղթանակի պատմությունը խորհրդանշող Արցախի պաշտպանության բանակի մարտական դրոշը։ Այրել եք Հայաստանից եկած ցուցումի պատճառով, թե դուք անձամբ եք այդ հրամանը տվել եւ այրել եք դրոշները։ Գալու է ժամանակը եւ այդ ամենի պատասխանը դուք բոլորդ, որ սենց կոմֆորտ ամեն մեկը միտեղ տեղավորվել եք, այդ պատասխանը բոլորդ տալու եք։ Դուք ասում եք ինչի բանտեցիկա, ինչի է վախեցած, ինձ հետաքրիր է, այս ամբողջ զվարճանքը, ցկ ինչ որ DJ-ությունը բանը, այս աղմուկը, այլանդակ, այս սա դրանով ինչ են ուզում իրենք անել։ Ասեմ, շատ պարզ է, Տիկին Թոմասյան, ուրեմն բոլոր սոցիոլոգիական հարցումներով, ինչքան էլ իրանց ճղում են եւ իրանց անցկացրած, որը շատ ինտենսիվորեն հատկապես վերջի շրջանում իշխանությունը անցկացնում է ռեժիմի եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարկանիշը երիտասարդների 18-ից 40 տարեկանի շրջանում կատաստրոֆիկ նվազա։ Էլ դմփուն չի աշխատում։ Մեկ էլ Նիկոլ ինչ արա, ինչ էր Դուխով գնամերա, չգիտեմ ինչա։ Եվ այո, եւ քանի որ մենք գիտենք, որ ցանկացած process-ի գեներատորը, շարժիչ ուժը դա երիտասարդությունն է, ինչպես ցավոք սրտի մենք տեսանք 2018 թվականի դագաղների իշխանազավթման ժամանակ, իրենք գիտեն, որ 18, 20, 25 տարեկանները կատեգորիկ մերժում են այս ռեժիմը եւ մենք տեսանք, որ դիսկոտեկայի հիմնական մասնակիցը Բալզակյան տարիքի կանայք էին եւ այո, եւ ուրեմն Արա մորանում ես Բալզակյան տարիք այն ժամանակ 30-30-ից դեսի ավելի Բալզակյան տարիք պլյուս։ Այո, եւ քանի որ այո, իրենք շատ լավ հասկանում են, որ երիտասարդությունը, որը պետք է լինի ցանկացած նաեւ նոր ընտրական process-ի գեներատոր Բալզակյանի, հա, մի հատ Ես տեսել եմ իմեջում կասա։ Բայց ինչի է որոշել իրանց։ Ինչի է որոշել այդ գարամ։ Այսպես բրենդինգ չենք հետևել, աշխատել ենք մեր փաթաշապությունը։ Ինչին չենք հետևել։ Բրենդինգ։
դասական ոճի մեջ։ Այդենց կերակ։ Այո, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանի համար եւ ռեժիմի համար անչափ կարեւոր է ունենալ երիտասարդների աջակցությունը եւ ես վստահեցնում եմ բոլոր սոցիոլոգիական հարցումներով երիտասարդները կատեգորիկ մերժում են ռեժիմին եւ նրանց հույսը բալզակյան +20 տարի ահա այս էլեկտորատն է, որը դիսկոտեկայում տժում էր եւ տեսակ ինչ որ sense տղամարդիկ էին sense ինչ որ ես չգիտեմ լոլիտայական եւ չգիտեմ ինչերի մեջ եւ բնականաբար իրանք փորձում են, այո, իրանք փորձում են, ահա մտածում են այսպիսի դիսկոտեկաներով գրավել երիտասարդությանը։ Վիճակ է, նախ թոշակառուները գիտեք որ խայտարակ վիճակում են եւ զայրացած են, որտեվ տեսան էս Ես հիմա թիվ եմ ներկայացնում ձեզ, տիկին Թոմասյան։ Երիտասարդություններն էլ չի ուզում, եթե իրենց հույսը մնացել է այս վիճակը։ Բալզակյան +20 տարի։ Այո, հա, դե Բալզակյանը 35 տարի +20-25 տարի, որտեվ դիսկոտեկայի հիմնական էլեկտորատը 45-ից 50-անց կանայք էին, ես սա վատ իմաստով չեմ ասում, չգրեք հարձակվեց կանանց վրա։ Ես ընդամենը ինչքան որ նայել եմ այդ դիսկոտեկան, տեսել եմ Բալզակյան +25 տարի կանանց։ Ասածս այն է, որ երիտասարդությունը որևէ կերպ չի արձագանքում ոչ էս սրտիկներին, ոչ էս տժժիկներին, ավելին։ Բանի տեղ չանցավ, այդ սրտիկը։ Իհարկե չի անցնում, ավելին մի թիվ էլ ներկայացնեմ, այս ամենը արվում սոցիալական վիճակը վատ թարացող սոցիալական վիճակից իբր հանրային ուշադրությունը շեղելու համար չի ստացվելու, որովհետև ըստ վիճակագրության Հայաստանում ամեն 5-րդ քաղաքացի աղքատ է եւ գնաճը 7000 դրամով, ես խոսում եմ այս պահի դրությամբ 7000 դրամով ավելին է, քան միջին աշխատավարձը եւ ոչ մի դիսկոտեկաներում պարող, իրանց ճղող, ինչ որ դեկոլտեներով եւ թափանցիկ լիֆերով դիսկոտեկաների մասնակցող Բալզակյան +25 տարի կանայք չեն կարողանալու այս աղետալի սոցիալական իրականության։ Մի թիվ էլ ասենք, ուրեմն Թորոսյանը գալով այդ պաշտոնին 1003 ընտանիք նպաստից միանգամից զրկել է։ Դուք նայում եք մարդիկ այսօր ունեն սոցիալական լրջագույն խնդիր։ Այսօր քիչ թե շատ վաստակող մարդը չի կարողանում ապրել։ Այո, ես խայտարական կացումներ այս վիճակը։ Ինչի մասին է խոսքը։ 560,000-ի հասնող գույքահարկը ուրահասրել։ Իդեպ գույքահարկը եկեք արձանագրենք նաև, որ հիշում եք 25 թվականին գույքահարկը բարձրացավ 75% եւ 26 թվականին 100% լրացնելու համար բարձրացավ եւս 25%։ Ես նախորդին վճարում էի տան գույքահարկը եւ բնականաբար նկատեցի, որ այլևս 25 թվականի համեմատ ես 25% ավել գույքահարկ եմ վճարել։ Էնպես որ այս դիսկոտեկաներով, սրտիկներով ես վստահ եմ առաջիկայում մենք տարբեր տարատեսակ փարթիներ ենք տեսնելու, այս ամենը չի աշխատում եւ լավ է որ չի աշխատում, ես ցավում եմ որ մեր հասարակության մեջ շարունակում է մնալ մի սեգմենտ, որին ոչ թե պետքա քարկոծել, ոչ թե պետքա հեգնել, որտեվ այո երբեմն մեծ է ցանկությունը էլի, ասենք հիմա դե ոնց նայես ու չհեգնես էլի, չասես էլի այ տիկին ջան, այ ախր անճաշակ ես, քո այդ գալստուկով, քո այդ չգիտեմ ինչերով էլի, հա, չենք ուզում ասենք էլի, որտեվ ի վերջո մեր քաղաքացին են, իրանք էլ են, չէ՞ մեր քաղաքացիները, բայց իրանց պետք է այո ոչ թե հեգնել, ոչ թե իգնոր անել, այլ իրանց հետ պետք է աշխատել, տիկին Թովմասյան, իսկապես շատ դեպքերում ասում են լավ չեն հասկանում, հա չեն հասկանում, ոչ թե ինադու են անում, այլ իսկապես չեն հասկանում, իսկապես իրան գտնում են, որ սա ճիշտ է, բայց տեսեք, երբ որ ես շատ հաճախ եմ ասում, որ մեր ընդդիմությունն էլ չհասկացավ, ինձ ասում էին դու սխալ ես, եթե մեկի մեջ Արցախ չկա, հայրենիք չկա, ուրեմն իրանք մեզ ընդհանրապես հետաքրքիր չեն։ Հիմա մենք պիտի հասկանանք, որ մենք նաև ունենք այդպիսի հասարակություն, բայց այնպես չի որ մենք շատ օրիգինալ ենք այդ առումով։ Ամբողջ աշխարհում պատտվում եք ինչ հայրենիք։ Միակ նայեք, Ֆրանսիայում ինչի կարող է ինչ որ հիմա նորից ասենք։ Մեծ հաշում Գրենլանդիայում, Դանիայում, ես չեմ կարծում որ Դանիայի ազգաբնակչությունը տենց փոթորկվում է, որ հեսա տալու են կամ չգիտեմ ինչ է։ Այսինքն
բոլոր տեղերում ինչ որ փոփոխություն կան, եթե աջակցում են, դա սոցիալական հարցերն են եւ այս ուղղությամբ հիմա ինքը ինչի է նաեւ անհանգիստ, եթե այն հարցերում մի փոքր անտարբեր էին, դե մտածում են Արցախը հեռու է, այդ 150,000-ն է, դե ոչինչ կգան, չգիտեմ, կամ կնկատեն կամ չենք նկատի։ Սյունիքը չէ, ոնց որ թե հեռու է, պետք է մի 2-3 ժամ մեքենայով գտնա։ Մեղրին էլ ոնց որ թե Տավուշը դե ոչինչ տվել են, ինչ որ, բայց շատ կոնկրետ հացը չկա։ Շատ կոնկրետ արդեն բանի եւ հիմա Նիկոլը նաեւ ինչի է վախեցած, ինքը տեսնում է, չէ՞, այս մարդիկ ասենք բանը ոնց ասեմ, տղամարդ են եղել էլ ուրիշ բառով չեմ ուզում ասել, հիմա հո առավոտից գիշեր բան չի արել, չի բղավել Ռոբերտ Քոչարյանն, ասի գիտեք իմ ժամանակ 5 անգամ թոշակը բարձրացել է, չի ասել, չէ, բայց հիմա արդեն սթափվել է ժողովրդի իր հացի հարցն է։ Նիկոլը տեսնում է, այս մարդը գալիս է իր հետ պիտի մրցի, այս մարդը, որ ոչ մի բան էլ չանի, ռեալ է։ 5 անգամ թոշակ, այսինքն մարդը եթե ստանում էր 60,000 դրամի թոշակ, եթե այդ մարդը գալիս են կստանալու է, ասենք 300,000 թոշակ է ստանալու։ Կամ Սամվել Կարապետյանն է, չէ՞ մտել, հիմա մեր ձևովն է, ինքը ռեալ ինչ է տեսնում։ Այս մարդը հոչի ասել, ես 1 միլիարդի բարեգործություն, այսքան աշխատատեղ է, ռեալ է, չէ՞ դա։ Իրատեսական է եւ որևէ մեկը կասկածում է, որ Սամվել Կարապետյանը կգա թոշակը 5 անգամ կբարձրացնի, ոչ մեկ չի կասկածում, չէ՞։ Կամ ասենք Ծառուկյանը ինչքան աշխատատեղ է, չէ՞, ստեղ օթի Այսինքն մարդիկ են, ռեալ մարդիկ են, ոչ թե ինչ որ պետք է ասեն մենք կգանք, ես կանենք, այս մարդիկ արել են։ Ինքը ես կարծում եմ նաև շատ լավ հասկանում է, որ սոցիալական հարցերով են մտել արդեն, ինքը պարտվելու է այդ հարցերով։ Եվ գիտեք, սոցիալականը նենց է, որ չես կարա ասես, չէ, սուտա, մենք ամեն օր մենք մտնում ենք մեր սիրելի հայրենակիցների հետ, մթերային խաղը, խնդրում եմ մի հատ գներ, մի երկու գին ասա։ Ես ասում եմ, ասենք ամենաբան երկրների մայրաքաղաքի եւ Երևանի, խնդրում եմ, ես ասում եմ, որպեսզի պարզ լինի, պարզ օրինակով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ ըստ վիճակագրության իբր աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը։ Իբր 1 միլիարդ տուրիստ ամեն տարի, այսինքն ամենաթանկը պիտի լինի։ Այո, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սուպերմարկետում մեկ թթվասերը կարակ, առաջին առաջերտյան 500 գրամանոց թթվասերը բացարձակ մաքուր որակի թթվասերը մեր գումարով արժի 500 կիլոգրամանոցը մի հատ նայեք 750 կարակը մի հատ նայեք միրգը նայեք 1.5 անգամ 2 անգամ Ֆրանսիայի ամենաթանկ սուպերմարկետներում Monoprix, Carrefour, Franprix 1.5 անգամ նկարելու եմ հատացույց ես էլ եմ անելու անպայմանորեն նկարելու եմ ցույց տալ Արդիկ ստանում են 1000, 2000, 3000 մինիմալ աշխատավարձը 1200 եվրո է այնտեղ միջին աշխատավարձը Ֆրանսիայում 1200 եվրո եւ կրկնում եմ վերցնում ես այսպես 20 հատով յոգուրտներ 20 հատ յոգուրտը արժե 1.5 եվրո այսինքն 500 դրամ 20 հատ յոգուրտը հիմա այո հիմա մեր թոշակառուները ստանում են լավ թող մի քիչ լավ ստանան 40-45 հազար դրամ դա հնարավոր չէ եւ բնականաբար այս այնչի չէ որ ասեք սուտա տենց բան չկա մարդիկ ամեն օր մտնում են խանութ եւ իդեպ մի բան է սա դիմում են կատնամթերք արտադրող ընկերություններին հատ-հատ չեմ առանձնացնում ես զրուցել եմ գյուղացիների հետ գյուղացիներից դուք կաթը շարունակում եք մթերել նույն գնով ինչ գնով մթերել եք 2 տարի առաջ լավ են անում բա հանձնաժողով ունես բա հանձնաժողով ունես կարգի հրավիրի բարդականոց Ոտքից գլուխ բա դե կարգի հրավիրի թե մենակ մեկ էլ լսես գնամ կալանավորեմ գյուղի վրա կալանք դնեմ էս անեմ կռիսական գործեր մենակ բա կարգավորի բա պետություն ես գյուղացիներից կաթը մթերում եք այն գնով ընկերություններ կատնամթերք արտադրող հարց չեք տալիս այն որ թշնամուն այդ որ 100 միլիոնի հաց էիք բերում Արցախից բա չէիք մտածում 70%-ը բա այն որ հեկտարներով Սյունիքից հեկտարներով արոտավայրեր եք տվել թշնամուն այն որ ասում են դե ի՞նչ է հերրա 3 ժամ բա անասունները բա դա ինչ անդրադարձեր ունենալու եւ քանի որ իսկապես գյուղացիները ինձ խնդրել են այս հարցը բարձրացնեմ այո այս հարցը ուզում եմ բարձրացնեմ կատնամթերք արտադրող ընկերություններ
ընկերներ, դուք գյուղացիներին խաբում եք։ Դուք շարունակում եք գյուղացիներից կաթը մթերել են գնով, ինչ որ մթերել եք 2, 3, 4 տարի առաջ, բայց մենք տեսնում ենք, որ ձեր կաթնամթերքի գինը ամեն օր տերյանական հուշի քայլերով 30, 40, 50 դրամով աճում է։ Իսկ դուք կարող եք հարցի մյուս կողմը չեք տեսնում, նախ հանձնաժողով, եթե հարցի հիմա ես կոնկրետ օրինակ եմ ասում, մարդը շենքը կառուցել է եւ ավարտական ակտ պիտի հանձնի։ Բոլոր հարկերը վճարել է։ Ավարտական ակտ հանձնելուց առաջ դες տերորի պես, բան, մարդուն ասել եմ դի $1 միլիոն տաս։ Կոնկրետ, ես չգիտեմ ինքը հրապարակային կասի թե չէ, սարսափելու ասի։ Ինձ մի 3 անգամ ասում է այսօրն ենք գցում Անժելա։ $1 միլիոն, ինչ ասի որ իրան է տանի կալանավորի։ Այդել եք ճիշտ ասում, հա։ Հիմա եթե դա թանկանում է, ով է մեղավոր։ Այդ որ եկել եք տերոր եք արել, հա, այդ բանը վերցրել եք ավելին, դա վերցնելուց հետո երկրորդ անգամ, երկրորդ այդ վճարելա։ Հիմա երկրորդ անգամ են ուզում։ Դե տենց է, կամ պետք է մի ամբողջ 2 հարկ նվիրես իրանց, կամ պետք է տես միլիոններով վճարես։ Հիմա հետո ասում են ինչի է թանկանում։ Իսկ դուք ինչ գիտեք այդ կատնամտերք արտադրողի գլխին ինչ են անում։ Ինչ տերոր են անում, ինչ են անում։ Արդյունքում տուժում է սպառողը, չէ։ Դե դրա մաս սպառողին ասում են դու պիտի չալարես, մտածես ու գլուխը մտածես։ Ես գիտեմ դա աշխատանք է, դժվար է, սիրելի հայրենակիցներ, բայց մեկ-մեկ կարելի է մտածել։ Ասենք այս մարդու, որ դու ատում ես, այդ մարդուց սարսափում էր Ալիևը։ Սարսափում էր։ Այդ մարդիկ հիմա Բաքվի բանտում են, ում պատճառով, ինչի։ Այդ մարդկանց, որ դուք ատում եք։ Մի հատ դες մտածեք էլի երբեմն, ասենք այդ ժամանակ ինչքան թոշակ եք ստացել, ոնց եք ապրել, կարաք ինչ արժեր, չէ, կաթ ինչա, մտածեք։ Ընտրությունների ժամանակ մի ալարեք, երբ որ ակցիաներ են լինում, մի ալարեք, երբ որ բանը միտինգներ են լինում, մի ալարեք, երբ որ ընտրություն է լինում, բա դրա համար ենք ասում, ոչ չենք ասում, բա այդ ժամանակ գնացեք ձեր քայլն արեք, ոչ թե նստեք, հիմա մի հատ եք գաք խափի ընտրություններից առաջ ինչ որ մի բանով, չնայած ասում են եկել է Նիկոլի Թալանը հաշվելու ժամանակը եւ Նիկոլի ավերած ճանապարհների փոսերը հաշվելու ժամանակը։ Շնորհակալություն։ Լավ ժամանակներ են, չէ՞, նա։ Հուսանք։ Երեք ձևակերպեցին, բայց լավ ձևակերպում էր Նիկոլի ավերած ճանապարհների փոսերը եւ թալանած փողերը։ Դե հաշվել սիրում են, չէ՞։ Շնորհակալություն։